Ողջույն, դու գտնում ես Phantom Boom YouTube-յան ալիքում ու այս վիդեոն դու տեսնում ես կամ ապրիլի 4-ին կամ ապրիլի 5-ին, դա նշանակում է, որ իմ ալիքի մի տարեկանին մնում է 1-2 օր ու այս վիդեոն հատուկ իմ ալիքի 1 տարեկանի կապված է ու պատմեմ ինչա եղել։ Ինչպես կարող եք նկատել, ես ունեմ շատ լավ բրոնյա վեշեր, սա իմ ու իմ ընկերոջ սերվերն է, որը մենք բացել ենք շուտ ու սկսել ենք խաղալ, կարողացել ենք լավ բրոնյա, լավ վեշեր մեզ հավաքել, ստեղծել բազա, ֆերմաներ տարբեր տեսակի ու մի օր, երբ ժամը հասավ նրան, երբ պետք է մենք արդեն սպանենք Ender Dragon-ին, մենք դա հաջողությամբ արեցինք, բայց երբ ես վերցրեցի Ender Dragon-ի ձուն, իմ ընկերոջը դա դուր չեկավ, նա որոշեց, որ պետք է Ender Dragon-ի ձուն լինի իր մոտ, բայց ես պնդեցի, որ դա մենք կստեղծենք հատուկ մի տեղ, որտեղ երկուսով կպահենք, բայց նա դրան համաձայն չեղավ և սկսեց ինձ սպանել։ Ես կարողացա ողջ մնալ ու իմ ընկերը հեռացավ։ Երբ ես գնացի իմ բազա, տեսա, որ իմ բազայից ոչ մի նշույլ անգամ չի երևում։ Իմ ընկերը վերացրել էր ամեն ինչ, ինչ տեսել էր, ու ես որոշեցի վերելուծել նրանից։ Գնացի և վերացրի իր բազան, սպանեցի իրեն ու էլ ինքը այդ օրվանից չմտավ սերվեր։ Ու ես ստանում եմ մի նամակ. պատրաստվիր, իմ վրեժը դառն է լինելու։ Ու ես դրանից միանգամից հասկանում եմ, որ ամեն ինչ շատ վատ է ու իմ ընկերը նորից վերադարձել է սերվեր։ Ու էլ ինձ բան չէր մնում, ինչպես պատրաստվելը։ Ես պետք է պատրաստվեի, որպեսզի պաշտպանեի իմ սերվերը, քանի որ այս սերվերը նախատեսված էր միայն ինձ համար և իմ ընկերոջ, որ էլ չէր խաղում, ես չունեի համարյա ոչ մի բան, մի քանի բան, որը ընդամենը կենդանիներից, մոնստրերից պաշտպանվելու համար էր, բայց ես ունեի մի փոքր տոտեմ, որը մնացել էր նախկին ժամանակներից ու ես դրանք վերցրի։ Ունեի նաև սրանցից, որոնցով կարող էի իմ բրոնյան զաչարանել, ունեի շատ լավ թուր, ունեի լուկ, ունեի հիանալի բրոնյա, որը ինձ հեշտ չի տրվել, ունեի մոբերի ֆերմա, ունեի կակտուսի ֆերմա, սա իմ երկրորդ բազան էր, որը ես այդքան էլ հեշտ չեմ սարքել, որովհետև դրանից հետո էլ ընդհանրապես տրամադրություն չունեի մտնել այս սերվեր։ Իսկ սա իմ ուտելիքի ֆերման է, իսկ այնտեղ էլ իմ ժիծելներն են։ Ու երբ ես արդեն լիովին պատրաստ էի ու սպասում էի իմ ընկերոջը, որպեսզի պաշտպանեմ հենց իմ սերվերը, ես վստահ եմ, որ կկարողանամ հաղթել ու չեմ պարտվի։ Հուսով եմ, որ չեմ պարտվի, դուք էլ ինձ աջակցեք կոմենտներում, բաժանորդագրվեք, որպեսզի իմ ալիքի 1 տարեկանին հասնենք 400 բաժանորդ։ Ու ես տեսնում եմ արդեն իմ հակառակորդին, որը էլիտրայով թռչում է, սակայն ցավոք ես չունեմ էլիտրա,
որը շատ ցավալի է ինձ համար։ Ու ես տեսնում եմ նրան։ Նա նեզերիտնիկ է, իսկ ես ալմազնիկ։ Դա շատ վատ է, քանի որ ես չեմ կարող այդպես պայքարել։ Տեսեք, ես այդպես էլ գիտեի, որ նա ինձանից ավելի պատրաստված է։ Չգիտեմ ինչ ասեմ, ժողովուրդ։ Խնդրում եմ աջակցեք ինձ կոմենտներում, գրեք թե ում եք երկրպագում։ Բաժանորդագրվեք, լայքեք վիդեոն, իսկ ես հանուն ձեզ կփորձեմ հաղթել։ Հանուն ձեզ։ Ու ես տեղ ունեմ սլաբես, որը գցում եմ նրա վրա։ Ու սկսում եմ խփել նրան, քանի որ լագում էր, դա մեզ ավելի էր ձեռք տալիս։ Ու ես նկատում եմ, որ նա սկսում է փախուստի դիմել, քանի որ նա ունի էլիտրա, նա կարող էր օդով հեշտությամբ փախչել ու խույս տալ իմ հարվածներից։ Բայց ես չեմ նեղվում ու կհաղթեմ նրան, որպեսզի պաշտպանեմ իմ սերվերը այն մարդկանցից, ովքեր ուզում են վերացնել իմ սերվերը։ Ու ստեղ իմ վրա մնում է շատ քիչ ԽՊ։ Ես ուզում եմ փախչեմ, որպեսզի կյանքերս լցնեմ, հուսալով, որ կկարողանամ, վերցնում եմ ձեռքս 2 տոտեմ ու հեռանում եմ, բայց քանի որ ես չունեմ խնձոր, դա ապարդյուն է, քանի որ իմ կյանքերը քիչ է։ Ես փորձում եմ հեռանալ, ու իմ ընկերը իմ հետևից գալիս է։ Ես հեռանում եմ ինչքան հնարավոր է, որպեսզի իմ կյանքերը լցնեմ, քանի որ շատ քիչ կյանքեր ունեմ։ Ստեղ տեսնում եմ, որ իմ բրոնյան կոտրվել է։ Որոշում եմ, քանի իմ ընկերը չի մոտենում, հիմա սարքեմ, որպեսզի հետո ուժ չլինի։ Ես հասկանում եմ, որ իմ ուժերը քիչ են, որովհետև ես ունեմ ալմազնի բրոնյա, իսկ իմ հակառակորդը նեզերիտնի։ Դա շատ վատ է, բայց ես կպայքարեմ։ Ու ստեղ ես փնտրում եմ իմ ընկերոջը, բայց չեմ գտնում, քանի որ նա էլիտրայով է ու ավելի դժվար է նրան գտնելը։ Ու ես ստեղ նաև շատ լարված եմ ու չեմ էլ կարողանում նորմալ խաղալ, որովհետև կախում էլ է, դրա համար ներողություն եմ խնդրում, բայց դա կարևոր չի, ես պետք է պայքարեմ։ Ու ստեղ ես փնտրում եմ իմ ընկերոջը, ու ստեղ ես նրան տեսնում եմ։ Վերցնում եմ լուկը ու կրակում եմ նրան։ Հետո սկսում ԱՊՎՊ-ն։ Ես չեմ կարողանում խփել, քանի որ իմ մոտ կախում է ու ես շատ լարված եմ։
Իմ կյանքերը գնալով քիչ անում է, բայց այդտեղ ինձ գալիս է մի հույս։ Ես կարողանում եմ իմ ընկերոջ թալիսմանը ոչնչացնել, ու տեղ իմ ընկերն էլ իմն է ոչնչացնում։ Տեղ արդեն գալիս է հավասար պայմաններ, բայց մենք չենք հուսաթափվում, պետք է պայքարել, ում-դեղ կախում է իմ ընկերը էլիտրայով օդում կանգնած էր ուղակի։ Ես փորձում եմ լուկով մի քանի անհաջող հարվածներ կատարել, գցում եմ սլաբեստ ու սկսում եմ անընդհատ խփել իմ ընկերոջը, ու ես նրա թալիսմանը նորից կորցնում եմ ու սպանում նրան։ Ու իմ ուրախությանը ստեղ չափ չի լինում։ Ճիշտ է, ստեղ քանը շատ չի երևում, բայց ես, ժողովուրդ, անչափ շատ ուրախ եմ, քանի որ ես կարողացա, ժողովուրդ, իմ սերվերը պաշտպանել, հաղթել իմ ընկերոջը, որը 1000 անգամ ինձանից ավելի ուժեղ էր։ Տեսնում եք իմ մոտ ինչպես էր կախում, ու ես հազիվ էի կարողանում հակահարված տալ, ու ես ապացուցեցի, ժողովուրդ, որ թույլ չեմ տա գալ իմ սերվեր և փորձել ոչնչացնել ինձ, որ իմ ընկերը չէր հասկացել և երկրորդ անգամ էր փորձում ինձ սպանել։ Եթե իմ ընկերը հիմա նայում է ինձ, խնդրում եմ, որ ների ինձ այս արարքի համար, քանի որ ես ստիպված էի անել սա, ու նա դրդեց ինձ, բայց ես միշտ պատրաստ եմ ընդունելու նրան իմ սերվերում, որ միասին խաղանք։ Ու տեղ ես արդեն տեսնում եմ, որ իմ ընկերը գալիս է։ Ընդեղ ես միտեղ տեսնում եմ իր նինկը, ու ստեղ տեսնում եմ, որ ինքը նաև ունեցել է բաֆեր։ Բաֆերը նրան շատ է օգնել PvP-ի ժամանակ։ Ես գնում եմ, դնում եմ ստեղ իր բոլոր վեշերը, որ ես կարողացել եմ վերցնել, դնում եմ տապորը, մնացած ինչ պետքական վեշերը, վերցնում եմ իմ վեշերը ետ ու քանդում եմ այս շալկերը։ Այս շալկերը ես տանում եմ ու հետ եմ վերադարձնում իմ ընկերոջը, հուսալով, որ նա էլ այդպես չի անի։ Իսկ այս էլիտրաները ես կպահեմ որպես պատիժ, որ այսպես էլ չի կարելի։ Հուսով եմ այս վիդեոն ձեզ դուր եկավ։ Խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի իմ YouTube-յան էջին 1 տարեկանին հասնենք 400 բաժանորդ։ Ձեզ հետ է ես, Phantom Boom-ը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ այս վիդեոն, բոլորին հաջողություն։